Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայում Ռուսաստանի կողմից ծավալած գործողություններից հետո հայտարարել է, որ Անկարան կարող է այլընտրանքներ փնտրել բնական գազի ներմուծման և ատոմակայանի կառուցման իր նախագծերում։ Թուրքիան ռուսական գազի ամենամեծ ներմուծողն է, երկու երկրները համաձայնության էին եկել կառուցել թուրքական հոսք գազամուղը, որը այլընտրանք է Ռուսաստանի համար իր գազը արևմուտք հասցնելու շրջանցելով Ուկրաինան։ Ռուսաստանը նաև հանձն էր առել կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը։ $20 միլիարդ արժողությամբ մի նախագիծ, որը այժմ ըստ Էրդողանի ևս կասկածի տակ է Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքները խախտելու և Սիրիայում ծավալած գործողությունների պատճառով։ Այդուհանդերձ, ըստ որոշ վերլուծաբանների, Էրդողանի զայրացած հայտարարությունները կարող են ի վերջո ոչինչ չնշանակել։ Ջոնս Հոփքինս համալսարանի վերլուծաբան Գերեթ Ջենքինսը նշում է, որ երկու կողմերը անցյալում էլ ունեցել են տարաձայնություններ, սակայն Ռուսաստանն ու Թուրքիան ունեն խորը տնտեսական կապեր, որոնք ստիպում են կողմերին ի վերջո համաձայնության գալ։ Նշենք, որ դեռ չորեքշաբթի օրը ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, որ թուրքական հոսք նախագիծը կարող է հետաձգվել։ Գազամուղի կառուցումը կախված է նաև ռուսական գազի պահանջարկից, ինչը ևս կասկածի տակ է Ռուսաստանի որդեգրած ռազմավարության պատճառով, նշում են վերլուծաբանները։ Նախագծի ձախողման դեպքում Թուրքիան ունի երկընտրանք՝ Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը։ Մինչդեռ Թուրքիայի երկարաժամկետ նպատակը էներգիայի տեղաբաշխման կենտրոնի վերածվելն է՝ դրան հետևող շահույթներով։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։